որը ցանկացածով հայ ժողովրդի կողքին է, ցանկացածով ինքը որպես մարդ անցնում է, հարգում է, պատասխանատու է, աջակցել օգնել ցանկացած իմ ընկերոջից ես չեմ հրաժարվում։ Կարապետյանի հետ ասում են եռագլուխ հրեշա, եթե ընտրեք իրենք են գալու, ուրեմն հարգի քոնը ոնց է վայ ջան։ Ուրեմն ես ասեմ, ես ամեն օր ժողովրդի հետ շփվում եմ եւ թող մարդիկ էլ գնա շփվեն, ընդ կերևա հրեշնովա, քաղցրնովա, համովնովա։ Պարոն Ծառուկյան, ներողություն, դուք ասում եք մի րոպե, դուք ասում եք հների հետ կոալիցիա չեք կազմելու, դուք ասում եք հների հետ կոալիցիա չեք կազմելու, նույնիսկ այն դեպքում, եթե դա է լինելու Փաշինյանին հեռացնելու միակ տարբերակը։ Այո, ուրեմն հինը պետք է դուրս գա, պետք է նոր այն որ կարան այն մարդը պետք է։ Եթե երեք ուժ ընդդիմադիր հայտնվի խորհրդարանում եւ ձեր օրինակ միանալուց կախված լինի, արդյոք ընդդիմությունն է իշխանության գալու, դուք էլի չեք միանա Քոչարյանի հետ։ Եթե Քոչյանը պետք է լինի վաչապետ, ոչ։ Իսկ եթե Սամվել Կարապետյանը կամ Կարեն Կարապետյանի որդին Նարեկ Կարապետյանը։ Մենք դա քննարկենք։ Ուրեմն այ հենց հիմնա այդ որ բոլորած է հարակտումը ռուսամետ, արևտամետ, դա սխալ է, դա հիմնականում ձեռնատու է մեր թշնամիներին։ Մենք բոլորը հետ լավ պետք է լինենք եւ Ռուսաստանի, եւ Ամերիկայի, եւ Արամերիկայի։ Ոչ մեկ չի կարա կառավարել։ Ոչ մեկ։ Բայց հիմնական, քանի որ պետք է ասեն, Ծառուկյանը պաշտոնի համար է պայքարում։ Ժողովուրդ ջան, ես այս երկրում ծնվել եմ, մեծացել եմ այստեղ։ Մեր երկրում կառուցել եմ շենքեր, բնակարաններ, դպրոցներ, եկեղեցիներ, գործարաններ, տասնյակ հազարավոր աշխատատեղ եմ ստեղծել։ Ես այս երկրի մարդ եմ, այս հողի ջրի մարդ եմ։ Իմ սիրտը ցավում է։ Ես որ դուք նայեք իմ արածը, ինչ ստեղծածը, ես միայն իմ ժողովրդի համար, իմ պետության համար, դա իմ կյանքն է, իմ ոնց ասեմ, ուրախանում հպարտանում դա։ Իմ ուզածը, որ իմ ժողովուրդը լավ ապրի, իմ երկիրը լավ ապրի, որ արդարության սկզբունք լինի բոլոր ոլորտներում։ Ես չեմ ցեղ շփոթում որից եմ եկել։ Այ օրինակ ասենք երիտասարդության մեջ, որ ասենք թե